Բարի առավոտ ցելի հեռուստադիտողներ, առհասարակ առավոտներն օրվա ինձետի օրինակ ամենալավ ժամանակահատվածն ավեր օրը թեզայ սկսում պլանավորումս մեջիտ էներգիան շատա, բայց պիտի կարից դյուզ օգտագործես այդ էներգիան եւ ունք է փորձում ենք ստի դյուզ օգտագործելով մեր արցախյան զրույցները անպայման կազմակերպենք բարի առավոտ ծրագրի շրջանակներում, սոր մեր տաղավարում սիրով հյուրընկալալ ենք երգչուհի երիտասարդ մանկավարժ, չնայած յուրան արդեն այդ երիտասարդ տարիքին արդեն մի մոտ 5-6 տարվա մանկավարժության փորձոն է մեր Անուշ Ստեփանյաննա Անուշ կարիմ քեզ նաև ասիմ հադրութեցի Անուշ Ստեփանյանը հադրութի շրջանս ներկայացնում քեզ սիրով ասում ենք բարլույս այդ ասում ենք բարավս եկա եւ շնորհակալություն հրավերը ընդունելու հետի ինչքա Անուշ պատրաստ ես սորվա մեր բարբարավ զրույցին Անպայման միշտ ուրախ եմ բարբարավ խոսել է նախ շնորհակալություն վեր հրավիրալык Իսկ Երևանում դու փորձում ես բարբարավ խոսիս, թե տեղացիներին այդ հուվեր ունեք մարդ կա, ասում է, ինձ կապ չունի, ինձ հասկանում չի, ես իմ բարբարավ ասում խոսելա, թա հուվեր հասկանում չի, դու փորձում ես հայ գրական հայերենը պահիս։ Չէ, ես միշտ կարելի ասած բարբարավում խոսալ, նույնիսկ ուսանողական տարիներին մեր կուրսումը սվրցնեիս միլալուղջին վեր բարբարավ խոսին, միայն այն դեպքում միլալ օգտագործեիս վեր գրական հայերենը վեր հասկանամ չի։ Վեր հասկանում չն հադե արդեն պիտի դիասիս զուգահեռ փորձի բարբարը բայց դե պատար խոսում քզնա հետ ես հադրութի սպეციფიկ բարբարը չում զգում քու մեջիդ Անոշին վեր հադրութ տարբեր շեներ ունեցալ նրանց բարբարն են ու ամեն տեղ չի վեր սեյավ են խոսում Տողը ս այդքան օգտագործավ չի ամենայն դեպս ես այդքան սկացալ չում Շատ լավ դե մենք սոր խոսելու ենք համ տողի մասին համ հադրութի մասին համ քո Արցախիտ մասին եւ ինչու՞ չէ նաեւ Երևանի բայց քմական ենք դե մենք թեր ժողովրդուն կողքուհաս լող թերսկանում մենք ոզում տեսնամ Անուշ Ստեփանյանը ինչ ավ զբաղված որովհետեւ ես վերջերս նու համացանցի միջոցով ցավոք տեղեկացա որովհետեւ շատ կուզենայի հրավեր ստանայի նաեւ քո մենահամերգիտ գիտում վեր մենահամերգաս ունեցալ եւ կխնդրիմ նաեւ մենք գործունեությունից հետ կքինանք միջև մանկություն Շատ լավ Վերջերս ատեղ ունեցալ իմ մենահամերգս Նարեկացի արվեստի միության կենտրոնում Տահունցա ստացվել ես մի հատ միջոցառման ընթացքում երկալում հենց Գուրգեն Գաբրիելյանի Գանձասար ստեղծագործությունը ուտեղ ներկայելա Նարեկացի արվեստի միության հիմնադիր տնօրեն Նարեկ Հարությունյանը հուվեր ինձ սկացալա ու ինքն է առաջարկալ վեր Եքիզետի մենահամերգ կազմակերպենք Դիզա շատ կարճ ժամանակահատվածում ու շատ խառնել այլել այդ ընթացքը, որովհետև ես այդ ժամանակահատվածում երկու ուսանող հաստ, այսին պետք է ընդունեին Ռոմանոս Մելիքյանյանվան երաժշտական պետական քոլեջ։ Բահուս է առաջարկությունը ընդունալ։ Մի անգամից համաձայնվալս, թա ասած, չէ, տեսնալ մի պատահություն։ Չէ, մի անգամից համաձայնվում, որովհետև դա ինձ է մտպատիվ այլել իրանս այդ հրավերը ստանալի ու ասալում վեր անպայման դա կկազմակերպենք Փարկաստոր շատ լավ անցակացալ, դահլիճելիքն այլել, ես էլ ինձ զգացալում մի պահստի Արցախում, որովհետև հանդիսատեսի մեծ մասը արցախցիներ են իլել, դիզայի շատ կուզեի վեր իմ առաջի մենահամերգս իներ Արցախում, դիմ լել պլանավորում, բայց Իսկ մենահամերգը ինչ-որ առանձին ուղղվածություն, թեմատիկ ստեղծագործություններ էլ թե ավելի շատ Անուշ Ստեփանյանի կարողություններն էլ բեմում եւ տարբեր ոճեր էլ, տարբեր թեմաներ էլ Ես կասեի ընդհանուր խորագիրի լել է ծաղիկ քարքարոթողի մեջ Ինչ է տիկտա անդրա եւ դա ինչա նշանակում Ինչ կոզատրանավ, օզալ դու այսի ստրանավ այդ համերգավը Իմ ընթաց դժվարությունն եմ օզալ ներկայացնին վեր ես այդ ամեն ինչը տեսնալավ, հա, պատերազմ Արցախի կորուստ, ես հանձնվալ չում, ուստեղ էլ շարունակում իմ գործունեությունս ու ձգտում եմ պահիմ Արցախյան մշակույթը, մենահամերգի ժամանակ ընդգրկված այլալ եւ արցախյան երգեր, եւ ժողովրդական եւ աշխուղական։ Այսօր գիտա, քո մենահամերգներից դուք մեծ սիրով պատրաստ եք, յանք լամին քուճուշ խաբարեսանում Տոմսը մզանայա, այնքան տեղեկությունը դու մզ փոխանցես մենք սիրով մի անգամից կներկայանանք։ Անուշ իսկ դե մենահամերգը པարզ է, բայց մենահամերգին զուգահեռ նաեւ գիտում վեր շատ ակտիվս դու քո գործունեության շրջանակդ մծա ընդհանուր մշակույթն է երկարվեսն է բայց մի քանի տարբեր ճանապարհներ ավս քինամ Հա Երևանի պետական կոնսերվատորիանում ավարտալ մագիստրատուրայի աստիճանը ներկապահին աշխատում նաև կոնսերվատորի կոմիտաս երգչախմբում աշխատումում դիզակարտ մշակութային երիտասարդական կենտրոնում որպես ազգային երգի եւ պարի դասատու
հանդիսանում եմ վարքայոց ավանդական երգի պարի խմբի անդամ, այսօր հանուն վաղվա նախագծի մեներկչուհի, նաև երգում Արցախ ջազ նվագախմբի հետ։ Շատ լավ, նախ կոնսերվատորին կից երգչախմբի քո գործունեության մասին խոսիկ, այսինքն դու ավարտալս կոնսերվատորիան ավարտալում եւ քեզ հնարավորություն տրվել նաև աշխատես այդ երգչախմբում։ Այո, ուսանողական վախտից արդեն տեղիլել է ուսանողական երգչախումբ, շտեղվեր ես մասնակցեի լա կամավոր հիմունքներով ու Այսինքն ինքը արդեն հարազատացած Ինքը արդեն հարազատացած այլել, հետո արդեն ավարտելուց հետո առաջարկում ստացա, որ միանամ արդեն հիմնական խմբին, երգչախմբին։ Այդտեղ դու որպես երգչուհի ես ներկայանում, իսկ Դիզակ արտ մշակութային կենտրոնը որպես վոկալի դասատու։ Վոկալի եւ ազգային պարի դասատու։ Եվ պարի, այսինքն պարավել ես զբաղվում։ Այն էլ ազգային։ Այո։ Շատ լավ, պահումցս քու մեջ կարում համադրես երգը, պարը։ Դե կուճի վխտվանից Ավելի շատ բայց քեզ պիտի երգչի ցիկտամ, թե չէ։ Ավելի շատ երգն է ցիկտամ, բայց պարն եմ շատ սիրում։ Մեր մուզիկալնի վերպետ ֆալատող, պապանս էս էլ առաջինը քինիս պարի, հետո մնացածը դու զգիդում։ Բայց հաստարալա երգը մի պատա առաջանակ կողքը։ Իսկ Դիզակ արտում այդ աշակերտներին հետ քու, որովհետև քու տարիքդ եւ աշակերտների տարիքը դիչվե շատ մոծ ահռելի է, ամեն դեպքում մի կողմից իհարկե տաունը իրան դրական եւ լավ կողմերը վերտու շատ ավելի շուտս փորձում իրանց հասկացածինից եւ ավելի շուտս ընկալում այն ինչի կես բառավ իրանք ասում են։ Ոնց է անցկենում քու առօրյա Դիզակ արտումը քու այդ խոցումը հետ միասին դասընթացներ։ Քանի որ աշակերտներս են Արցախից, մեծամասնությունը Հադրութից։ Даже ունի մի աշակերտ, վերյան 5 տարեկանից եմ տեստամ, ուստեղ էլ շարունակում շատ հիշտ է դառնում, շատ հաճելի է իրանց հետ գործանելը։ Ես էլ եմ սվերում իրանց նստա իրանք են ինձանա սվերում ու մունք միասին մած հաջողություններ ենք հասնում ու հսալ ենք շատ վերջերս աշակերտներիցս քեցալ Իտալիա, առաջի տեղեր են գրավել, այո, եւ մենք էլ պատրաստում ենք վերես առաջիկայում պետքա միասին գնանք Գերմանիա, նորից մրցույթներով։ Անուշ իսկ կոնկրետ երկարվեստում ինչ-որ մի հատ ուղղվածություն կամ ոչ կա, որ քեզ ավելի հոգեհարազատ է։ Ժողովրդականը։ Ահա, դե ես սպասում այդ պատասխանին խե, որովհետև այս վերջերս նաև Արցախ ջազ նվագախմբի համերգն է իլել, այդտեղ նաև դուս ելույթ ունեցալ, շատ հրաշալի է այդ ամեն ինչը, եւ համերգը, եւ բոլոր երաժիշտները, եւ բոլոր մեներքիչները, այդ թվում նաև դու։ Հիմա նու այնտեղ հայկականը ջազը ինքը ստի մի հատ հետաքրքիր միքսել եւ այլն, բայց ամեն դեպքում ոնց հասկանում ջազներ կա քու կյանքում որոշակի տեղ։ Փորձում ինձ ջազում էր դրսևորի։ Եվ ըստ քեզ ոնց է ստացվում։ Դու ինքդ քու գնահատականդ քեզ։ Հələ կարում չում ոնց վեր պետք է ներկայանամ, բայց ինձ թվում է Վեր շատ աշխատիմ տրնանա, դա էլ է տրնան։ Շատ լավ։ Անուշ, դե տողում դու ապրալս եւ մինչեւ Երևան ընդունվել է կոնսերվատորիան եւ հունցը մունք այն Արցախիցի երիտասարդներ հուվեր Երևան ընկել է սվորելիս, արձակուրդներին քիներից ընկել գալիս։ Այդ ժամանակահատվածը դա մինչեւ 2020 թվականին պատերազմը էր, եթե սխալվում չում, քու Երևանում քու ուսանելու տարիներդ փորձալս կապը պահիս Արցախին հետ, հնարավորինս շատ ինիզ դեղ, թե չէ, դա հստիներից չսիրել։ Անպայման միշտ սպսեիս ինքլար հիվակյամ արձակորդնեն, դաժը քնությունները պիտի իներ հունիսին, մունք քինայիս ինքլար եկտրատ, խնդրեիս վեր մեր քնությունե մայիսում վտանք, վեր լիարժեք ամարը կարինք անցկացնենք տող։ Ու տողը սիլար քինելիս։ Ու տող։ Ես իմ շենը շատ իլալսիս ու մենգելսիս ինքը հունցկան են դիել միջև մենք իմ հիշողությունները մսա նույնիսկ վերջի տարիներին ես գիտեմ չում զգացալում թաչը, բայց ինչքան գրեցալում օգտվալում շենումը ժամանակ անցկացնելան Միշեպտումը իրեքետ պիցացալում դիզեպետ կատարովանքը վերտիպեն իլեց չիլի իմ կյանքում միշեպտումը իրեքետ Մարդ կա 35 տարի ապրալ, բայց մեր պիցացալ չիլի ու այդ վերջի տարիների շատ ընկլել հվկվելիս Մելիք Եգանի ապարանքում, դե մեր շենը Մելիք Եգանի ապարանք այլել, վերը վերջերս ընդել հայտնաբերած։ Մանավանդ այս վերջի տարիներն են գինու փառատոնն ալել այդ տարածքում, շատ ալել ակտիվացած դրած, դրան հաշվինել ենք շատ մարդ գիտացալի, վեր տողում ստիլավ պենկա։
Իսկ դե վերասմս տողս, իմ տողս, ես շատ եմ սիրում իմ շենս, իմ տողս, քզետի քու տողդ, նու ընթահավաքական այդ կերպարից բացի ավելի կետային ինչ կասից վերասմս տող ինչնա առաջնայինը քզետի։ Նու ոչ թե առաջնային, այլ առաջին հերթից դե սրտումը լիվեր ամենաշատը տղս կարոտում։ Հենենք տող հասեմ ենք, շտե կքինաս առաջինը։ Միշտ երկինայիսում լուսանողական տարիներին անպայման առաջին այցս իլալա մեր մուզիկալնին, որովհետև ես տեղում սվերալ, հա, հանրակրթական շկոլին հավասար 12 տարի կեցալում մուզիկալնի շկոլ ու ես տեղատում բացահայտվալ որպես երգչուհի ու հսալ այն ամեն ինչին ինչը վեր այսօր կամ դրա հետի ամենաշատը կուզեի վեր սեմենք իննեի մեր երաժշտական դպրոց։ Շատ լավ։ Իսկ ձեր ընտանիքի, տողի, բարի ավանդույթներից, թեկուզ ձեր հարևանության շրջանում քու մանկության տարիներն ունեք ինչ կհիշիս, ասեմ մենք ինձ պատմել էլի, օրինակ շենումը, ձեր թաղումը, ստի մի լավ ավանդույթ հելալ վեր մենք շատ կկարա, շատ սկարոտում դրան։ Թուրնավ հաց թխելը։ Դե այնտեղ լող սեփական տներ այլել, միզել թուրն այլել ու ես շատ եմ լեցի ես մաման սեիս այլա սոր թուրնավ հաց ենք թխելան ու մեծ իրա մասնակցեի այդ գործողություններին, մի հետ բուլում ելնեիս, մի հետ համոզեիս մլա վեր այդ հացը դուսյանին թուրնան։ Վեկցելիս սլա։ Չէ վերջում դալ գցես, պրոստը քանի որ ինքը վտանգավոր է մի խրիկ, վեր կարող հանեիս ընկնիս մեջը, դի ինձ խրեգին լա թողես, բայց ես ամեն ինչը նեիսում դա վեր։ Հեսա թուրնի գլխավ շորշորտումներ էլի, լա թազա հացանեն անց կած մի կտոր առաջին հա բաներով ձեր հայաթումն էլ հենց ձեր տանն էլ բայց բոլորի հայատներում թուրուն իլաշ չէ եթե սխալվում մեծամասնության տներում որովհետև ես հիշում վեր ինձ պատմելիս ընդալ վեր այդ գյուղական համայնքներում շատ դեպքում նաև շեպտվա ինչ վեր օր էր այլ սա ասես քլալ չորեքշաբթի մունք հաց թխում հինգշաբթի էս ինչն այկամ յուրան բարիկամներով հաց թխե տանելի դա էլ այդ թուրն նաև միավորելիս էլ է մարդկանց Մեր շինումը ես ինչքան գիտում մեծամասնությանը իլալա թուրնը, որովհետև դի շատ հավաքույթներ իլալ չի, բայց ինեիս էլա վեր միմին զուտ այդ ավանդույթը պեղելի հետև մի երկու հոգի հավաքում են միասին հաց թխում դի իլալա։ Վերջի քո այցելություն Արցախի բիալալու շտեղ։ Պատերազմից հետո Ստեփանակերտում եկալ, դեկրել չքինի հետիտ, որովհետև Խոսքը 20 թվականի պատերազմից հետո տողը արդեն անցկացած ալել մեր Ադրբեջանի տերապետության տակ եւ գերիսինքլա մինչեւ Ստեփանակերտ։ Այո։ Ինձ դա շատ դիժե ելել, որովհետեւ վեր արդեն հսնում ենք Ստեփանակերտ, պիտի աչինեինք, քինայինք հադրուտ ու ես գրիլ չի տանեի, ինձ դա շատ ծանր ելել, ու այդ օրերն էլ ես անցում կծրալ Արցախում, տակություն տալավ, գիտեմ չեմ, կարոտել ավելի վեր մոտ էս, բայց կարում չեմ սկինից ու էլ գրեց հալչում կյան, վեր ետում տարալ էլ գրեց հալչում կյան, որովհետև համ շատ ծանր այլել, դե հետո էլ բլոկադա Դե պարզ արդեն սահմանափակումներ եւ շատ ավելի դժվար։ Անուշ դու ոնց ես եզրափակում 2025 թվականը որպես երգչուհի, որպես երաժշտության ուսուցչուհի, որպես մանկավարժ, որպես երիտասարդ ստեղծագործող, ոնց է այս տարին քզետի եւ ընդհանուր տարվա արդյունքների ամփոփում ոնց սանում։ Դե քանի որ նաեւ դասավանդում ու սովորցնում հենց հիմնականում արցախյան, հա, երգեր Մունք միշտ տարվա վերջ ունենում ենք հաշվետու համերգներ, շտեղվեր ներկայացնում են տարվա աշխատանքը։ Նու ես էլ իմ համերգներ ավս տարբեր Գոհս 2025-ի քու գործունեությունից Հա, շատ զբաղված եմ։ Բայց սպասում էր 26-ին շատ ավելի ակտիվ 26 ավելի բորնա արդեն իսկ մենահամերգավ։ Եվ անուշ վերջում քու նաև խոսքդ մեր հերոստադիտողին, ինչու՞ չէ նաև քու գործընկերներիդ, քու աշակերտներիդ, քու ընկերությանդ, ինչոնի սսելի, բայց եթե կարիս մի քիչ հադրութի կոլորիտ մտցնից բարբարդ մեջ շատ գոհ կինի։ Ոյզում իմ լող ընկերուցս այսին, վեր ինչքան կարում եք Արցախյանը պահեցիք, որովհետև դա շատ կարևոր է ներկա պահին ու մինակ պահում եք, դա սվրցրեցիք էլ ու ես մենահամերգիս վերջում ասալում վեր ինչքան ինձ սկանակ, միշտ իմ սեսը սկնանք հայերեն, հայկական, արցախյան։ Կեցես։
Շնորհակալություն, սա տեսնում եք ժողովուրդ, ինչ լավ երիտասարդներ ունենք, ինչ լավ տրամադրվածությամբ երիտասարդներ ունենք, խոստումնալից, հուվեր վերհանձնում չի ու իհարկե փորձում ամեն տարի նոր առաջընթաց գրանցել, մենք բոլորին հաջողություններ ենք մաղթում ու անպայման ուզում ենք մեր բոլորի կյանքում բոլոր նպատակները, երազանքները իրականություն դառնա։ Շնորհակալություն մեր Անուշ Ստեփանյանին էլ, ստի լավ առավոտվա հետի։